Նայ դրա հետ մեկտեղ եթե գանք դեպի արդեն քարոզչական դաշտ, հա, թե ինչ են իրանք անում քարոզչականում, դե իրանք ունեն ուրեմն նախ Civilnet-ը շատ մեծ աշխատանք էր կատարել եւ նկարագրել էր թե ինչ մեխանիզմով են սրանք այդ ֆեյքերը տարածում, ճիշտ է ինքը դա արել էր դեռ այն գաղտնալսման համատեքստում, հա, կաթողիկոսի վերաբերյալ որ ինչ որ բաներ են խոսում, հա, բայց մեխանիզմը նույնն է, մենք էլ երեք մասամբ կարողացանք հետևել, ճիշտ է, բնականաբար հետաքննող լրագրողներ չենք ու չունենք այդ ռեսուրսը եւ նաեւ կոմպետենցիան, որպեսզի այդ ամենը տենց լավ անենք, բայց բնականաբար եթե այդ պահին ձեռքդ պուլսի վրա նկատում ես թե ոնց է տեղեկությունը սկսում տարածվել։ Ես արդեն ինքս էլ նկատել եմ, որ սրանք ուրեմն ինչ ունեն տարբեր քարոզիչների խմբեր, տարբեր ռանգի։ Տարբեր քողարկման աստիճանի, որոնք իրանց տենց իդենտիֆիկացնում են որպես տենց բաներ կան, հա, այդտեղ տենց ոնց է կոչվում, նեբինարնի լիչնեստ են ասում դրանց այս բանի մեջ, որ իրանք ոչ չեն ընդունում, ոչ իրանք որ տղա են, աղջիկ են, բան տենց։ Չէ, մի վարքյան, դա ոնց էր կոչվում, քվիր։ Դե տենց հոտան, դա նոր բայերներ, բայց չեն ընդունում այդ։ Իրանք առասարակ այդ գենդերային համակարգը չեն։ Հիմա այս օրինակ Ստյոպիկ Սաֆարյանը գլոբալ առումով, նա ինքը ինչ անում։ Իր մոտեցում էսա։ Ինքը օրինակ վեկալում է ռեպոստ անում Civic AM-ի Newt Media News-կետ եսիմ զերծուզի բիլ, հա, այդ բան Տարոն Չախոյանի կայքերից, հա, ու ինչ անում ինքը, սա ճիշտ է։ Մի հատ բարձեք տեսեք, սա ճիշտ է։ Պահո, եթե սա իրականությունն է, բան, այսինքն ինքը ուզում ասի, որ ինքը չի հանդիսանում պրոպագանդոն, որովհետև ինքը ուղղակի հարցադրում անում, դե լրատվականում ասվել է, բայց ինքը դրա սկզբնախբյուրը շատ լավ ճանաչում է, ինքը գիտի, որ ինքը Ժեխ News է արտատպում ու դրանով ցույց է տալիս նախ իր ծառայության մատուցման այդ բանը, հա, հավատարմությունը եւ նաեւ բնականաբար տարածումը եւ գինն է բարձրացնում։ Իսկ կան ինքը օրինակ ընդօրինակ չէ, գնել է ինքը արդեն ինքն է քողարկում չունի, բայց էլի համարվում է որոշակի տենց ինչ որ աֆիցերսկի կլասի իրանց այդ ժեխերի մեջ, որտեվ ինքը օրինակ են գնում քանայի սենյակում դուրս ա գալ, ինքը ինչ որ փորձել է իր վրա վեկալի այդ գիծը, բան, ինքը տենց իրան նաև տարիքի բերումով երևի ավելի շատ տենց է բան, հա, որպես ավելի բարձր կլասի պրոպագանդոն, իսկ կան լրիվ ժեխեր, ասենք, Դիանա Մարտիրոսյան, ես իմիջեր, ասես կենթանիներ են, բան, Նատալիա Ալեքսանյան, բան, սրանք են լրիվ ոտնատակի կենթանիներ են, որոնք այլ մեսիջներ են տարածում, որը սրանց իբր հարիր չի, օրինակ, հա, սրանք ամբողջությամբ լծված եւ Media News.get սայթը, որը Տարոն Չախոյանի ապացուցված սայթն է, դոմեյնը գրանցված էր իր անունով 21 թվին, դա բացահայտվել էր, այսինքն սա Տարոն Չախոյանի սայթն է։ Ուրեմն այնտեղ գրում են, որ պարզվում է, թե իբր այդ տեսանյութերը, որոնք տարածվել էին, Չէ, էդի չէր, սկզբից իրանք ինչ մուտիտ են գցում։ Պասի էսի ասեմ, որտեվ սա սրա մասին էր, հեսա։ Սա իբր արվել է, նախապատմության կգանք հեսա, բայց մի քիչ sense էսյանց են գալիս։ Սրանք ասում էին, որ կաթողիկոսն է եղել տարածողը այդ տեսանյութերի, որոնք վերագրվում են Արշակ Սրբազանին, հա։ Հիմա կգանք այդ պատմության սկիզբը, բայց ոնց է տեղի ունենում դրա բանը։ Ուրեմն սրանք ունեն տելեգրամյան ալիքներ ու Civilnet-ը շատ լավ հետաքննություն անցկացրել։ Ինչ որ հայտնվում է մի հատ ինչ որ անհասկանալի տելեգրամյան ալիքում, ինչ որ մի բան, ինչ իրանք ուզում են, որ արտահոսք լինի։ Դրանից հետո կան Facebook-յան էջեր, որոնք ունեն տարբեր ճանապարհներով հավաքված լսարան։ 20,000, 30,000 հումորային բաներ են գցում, եսի միջեր են գցում, ինչ ցիտատներ, խելացի, հա, սիրում են մարդիկ տենց բաներ ու միանգամից բաժանորդագրվում են այդ Facebook-յան էջերին։ Դրանից հետո գալիս է այս Facebook-յան տիրույթ դա Դրանից հետո ուրեմն դա սկսում են վեկալել այս պրոպագանդիստները, ամեն մեկը իր լեվելի վրա, այսինքն ինչ որ մեկը վեկալում է գրում, «Սա սա ճիշտ է», այն մյուսը վեկալում է գրում, «Հələ տեսեք ինչ պարզվավ» եւ այլն եւ այլն։ Տենց եղավ այդ գաղտնալսման հետ, այսպես կոչված, հա։ Հիմա մոտավորապես նույն սցենարով արեցին այս տեսանյութերը։ Հիմա առաջարկում եմ գանք այս տեսանյութերին, որպեսզի նախ տպորցուչուլի, որ մենք խուսափում ենք այդ թեմայից, հետո դա բնականաբար ամենատարածված հարցն է այս երեկվանից սկսած, հա, եւ փորձենք հասկանալ այդտեղ ինչ կատարվեց։ Ուրեմն երեք գիշերը, եթե չեմ սխալվում, տենց ժամը 12-ից սկսած մոտավորապես 12:01 համացանցում հայտնվում են տեսանյութեր, որոնցում Արշակ Սրբազանին հիշեցնող մեկը, այսինքն իր արտաքինին նման արտաքին ունեցող մեկ, ինչ եմ սենց ասում, որովհետև դրա իսկությունը խորը կասկածելի է, ոնց որ եւ ամեն ինչ անում է այս իշխանությունը, այսինքն դա Արշակ Սրբազանն էր թե չէ, անհասկանալի է, դա գեներացված էր AI-ով թե չէ, անհասկանալի է, ու եթե ուզում եք իմանալ, այո, ես հակված եմ կարծել, որ այս իշխանության ցանկացած տրամադրված քարոզչական բան կեղծիք է։
Ինչևէ, հատկապես որ սրանք պատրաստ են ամեն ինչ դնեն դրա համար եւ այսօր փողերը տալիս են հնարավորություն անելու այն ինչ որ իրական։ Այո, եւ նաեւ հաշվի առնելով են որ Արշակ Սրբազանը հերքել է իր մասնակցությունը այդ տեսակ բաներում, բայց վստահաբար կլինեն մարդիկ, որոնք իդեպ այնպես շուտ նիկոլական են կամ առասարակ կարող է քաղաքական տենդենսի ինչ հայացքներ չունեն, իրանք կտեսնեն եւ կհավատան, որ դա իսկական է։ Հիմա իմ կարծիքով եւ կարծում եմ ընդհանուր կարծիք է սա, այստեղ այդքան էական էլ չի դա իրական է, թե իրական չի, այն համատեքստում, որ շատ ավելի պրոբլեմատիկ է իշխանությունների այս ողջ գործողությունները, եթե դա իրական է։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ դա իրական է։ Եթե դա իրական է, դա նշանակում է ամիսներ շարունակ մարդիկ տեսաձայնագրել են բարձրաստիճան սրբազանին իր վաննայում, իր ուրեմն բանում սենյակում եւ ինչ որ էլ չգիտենք էլ որտեղ։ Ու էլ չգիտենք էլ ելում։ Ես այսօր առավոտ ուզում եմ զուգարան գնալ, հետո մտածեցի կարող է սպասենք այս Նիկոլը գնա նոր գնամ։ Հետո ջոգի որ չես կարող ֆիզիկապես ինդեմությունը նենց չի որ տենց բեսամտ էֆեկտիվ է, հասկացա որ կարող է չձգեմ այդքան, ինչքան ընդդիմությունը ձգում է, հա ու ոչ թե զուգարան, այլ հեռացումը։ Այո։ Հա ու որոշեցի որ ավելավա գնամ զուգարան։ Բայց ռիսկի գնալով, որովհետև չգիտեմ, մի հատ նայեցի ներքևից վերևից ասենք, գիտես դուրեկան չի լինի ասենք էլի, այդպես ներքևից մի հատ կադր դնեն, գրեն Վազգեն Սաղաթելյանի ոռը։ Հաճելի չի ման, ես չի որ թաքցնում եմ իմ ոռը, բայց չի ուզի որ հայտնվեր հայկական ժամանակում, ասենց ասած։ Ինչևէ, գնացի ռիսկի եւ գնացի զուգարան։ Այսօր ռիսկ է, ընկերներ, ցանկացած մարդու համար, ով որ Նիկոլի հետ ունի տարաձայնություն, որևէ գործողություն անելը, որը կարա ոչ հաճելի լինի լայն աչքերի համար, լայն հանրության համար, հա հաճելի չլինի ախպեր ջան, ոչ մեկ հաճելի, դժվար մեկնել ասոր ունես լավ բան եմ լեք տեսել, ասկենի ոռը բոմբեր։ Դժվար։ Պարզա մարդիկ ասեն արա դա ցավը տանեմ, արա դա մի քիչ տենց աներ չնկարեմ, բայց ոնց անեմ ախպեր, ու այն ունիտազը էնի ես։ Հիմա ակնհայտ է որ սրանք կարան գախնալսեն, ձայնագրեն եւ այլն, ամեն ինչ։ Ու չունեն որևէ բարոյական տորմուզ։ Իրանց համար բարոյական տորմուզներ գոյություն չունեն։ Այո, եւ նաեւ հələ պատկերացրու արա, մենք այսքան վաղ խոսում էինք որ բանկային գախնիկ, բան, չէ, ինչ որ sense, արա պատկերացնում ես տանեն կամերաներ դնեն մարդու վաննայում։ Արա կապ չունի ով է այդ մարդը։ Անձնական տիրույթ այս կարգի մտնել պետության մակարդակով չի եղել երբ։ Սա ուղղակի ֆանտաստիկա է։ Սա ֆանտաստիկա է։ Արի ֆիքսենք, որ բոլոր իշխանությունները երկրում այդ հնարավորությունը ունեցել են։ Բայց այդտեղ արդեն բարոյականության ու տորմուզների հարց է։ Հասկանում ես, այսինքն ինչ ես դու անում, արա։ Լավ, նախ ինչի է քեզ դա հետաքրքիր։ Փաստա չէ որ դա կոմպրոմատ ես դու հավաքում։ Այդտեղ որևէ իրավական process չկա։ Դու որևէ իրավական process դրա տակ չես կարա դնես։ Վաղը մյուս օրը Այս թող լավ իմանան բոլոր այդ տեղադրողները, բոլոր այդ գաղտնան տեսած ձայնագրողները, բոլոր այդ սաղ այդ օտոյի ժողովուրդը, որը դա արել է։ Այս իմացեք, բարձվելու է, որ մեկից ձեռի գոր։ Ու դες չթվա է որ գալու է մեկ ասի ախպեր մերոնք են չասենք, արա իմանալու ենք։ Առաջին հերթին առանձնահատուկ իմանալու։ Առաջին հերթին ձեր համար լավ կլիներ, եթե սա արհեստական բանականությամբ ստեղծված։ Միանշանակ, որտեղ եթե սա իսկական է, էլի եմ ասում, ստեղ խորը երկրորդական է անձի անձնական այդ բաները։ Այո, եթե մենք էսա պարզ ասում եմ, որ չթվա թե ինչ որ տենց կողմնակալության հարց կա։ Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, նորմալ իշխանությամբ, նորմալ պայմաններում, գուցե արդարացի կլիներ ակնկալելը, որ նման տեղեկությունների տարածման եւ այլնի դեպքում իսկությունը վերահաստատելու, եթե լիներ նաեւ վստահություն իշխանությունների հանդեպ, հա, եկեղեցին իր գործն է, սա կրկին եկեղեցու ներքին հարցն է, սա ինքը ներքին իր հարցերը լուծեր եւ մենք ակնկալենք որ մենք չէ էլի ես ինձ հանում եմ այդ մենք եկեղեցու հետևորդները որ պետքա ներքին հետազոտություն բան արվի հետաքննություն դա իրականություն չի դրա շուրջ չէ ասում արվի հետևություններ արվի այդ ես ասում այո ահա ճիշտ է այսօրով ավելի absurd է քննարկել տոտալ absurd է քննարկել թե արդյոք դա ինքներ թե ինք չէ արա դուք խորացեք Եթե ինքներ, արա մարդուն այսքան վաղ ձայնագրել են, ուրեմն Նիկոլը ամիսներ առաջ սա արելա բան, հա, վզբրոս արել, ասել է ախպեր ջան, այսինքն ինքը վաղուց ունեցել է այդ տեղեկությունները, այդ տեղեկությունները ունեցել են տարբեր ինչ որ նաև այս տեսակ էս ստյոպիկներ, ոչ թե Սաֆարյան, այլ Ասատրյան, հա, այս Տեր Արամ կոչված նախկին, որը որ մի քանի օր ասել է, հեսա տեսեք ինչերա հայտնվելու ում մասին ինչեր, ու
պետությունը շանտաժ է անում եկեղեցականին իր անձնական կյանքի էլեմենտներով, որը ուղղակի որպես երևույթ արա զարգացած հասարակություններում այս տեսակ բանը առաջին հերթին իբրև երևույթ է անթույլատրելի դառնում հանրության վրա։ Ու ես կարծում եմ իրականում, որ հանրության արձագանքը այնպեսին չէր, ինչպես իրանք ակնկալում էին։ Հա, իրանք այդ ջեխերը բաները, տեսակ բան։ Ու պրիտոմ այո, ես այդ տելևիզիոն շեշտեի։ Լիքը ուրիշ արձագանքներ կար, որտեղ էսի մարդիկ ջոգում են, որ մենք ինչ-որ տոտալ վերահսկողության մեջ ենք սկսում ապրել, ու որ ցանկացածի հետ կարա սա լինի, մեկը sense բան կլինի, մեկին ուրիշ բան կլինի, ամեն մեկն էլ մի բան հնարավոր է գտնել, էլի, այդպես սուրբ մարդ չկա։ Ու սրանք ինչ արին։ Սրանք սկսին ուրիշ թեզ առաջ տանել։ Մեկը սկսին ասել է, որ պարզվում է, իրանց խոսքերն եմ ասում, նիկոլական ժեխերի։ Կարևոր է սա շատ։ Ասում են, սա 10 տարվա վիդեո է։ Այդ վիդեոն տարածել է կաթողիկոսը ու հիմք են դրա վրա ընդունում են, որ երեք այդ իրանց սիվիկով, որ իդեպ իրանք էլ ընդունում են, որ դա պաշտոնապես ՔՊ-ի կայքն է, իրանք դա ասում են։ Երեք այդ սիվիկը նյութ է դնում, թե իբր Արշակ Սրբազանը պահանջել է վեհապարի հետ զրույցում իր հրաժարականը։ Վեհապարն էլ իբր այս ժեխի տարածած բանով, հա, ժեխ պրոպագանդիստների տարածած թեզով։ Ուրեմն ջղայնացել է եւ ունեցել է կամպրամատ, հələ նայ կարա կաթողիկոսի վրա sense կիլ դիմա, իր ամենամտերիմ մարդու վրա կամպրամատ է տարածում։ Ու այդ տարածումը տեղի է ունենում գնելների, սրանց լրիվ նիկոլական լրատվականների, նիկոլական ալիքների միջոցով։ Մարրազմը հələ պատկերացրեք։ Արա, ես լուրջ եմ ասում, գնելի պատմածը ավելի հավանական է այդ, որ աղոթեց, էնել եկավ, ասեց, ես էլ կակրոս։ Էդի ավելի հավանական պատմություն է, քան այս պատմությունը։ Չէ, իրանք իրականում ինչ են անում, իրանք լավ գիտեն, որ սրա համար պատասխանատվությունը մի օր կրելու են։ Դու իհարկե։ Իրանք դա հետաձգում են։ Եթե պետությունը, եթե դու կարա այ անմեղ սունակներ, դուք չեք դա արել։ Դանիել Յոհաննիսյանը իդեպ հայտարարություն տվել է հանցագործության։ Տվել է։ Ուրեմն պարզեք ով է արել։ Այդ ոնց է, արի դուք լավ ձեռ եք առնում, արա։ Ուրա, արա միջազգային հանրություն նորից էս էլ պիտի կտրվի դրվի այդ դեսպաններին ուղված խոսքի մեջ։ Դուք նորմալ եք այս ամեն ինչին վերաբերվում, արա։ Դուք այս ամեն ինչին նորմալ, այսինքն Հայաստանում դարել է իդեպ հանրության արձագանքներ ձեզ նվեր, հանրությունը շատ adekvat արձագանքեց, շատ, ինչի համար շատ ուրախ եմ։ Դուք նորմալ եք համարում այս այն ինչ որ կատարվում։ Այսինքն Հայաստանում նախ օրենքով արգելված է որևէ կոմպրոմատ ունենալ, գիտես, չէ՞, օրենք է նաև, օրենքով կա։ Օրենքով արգելված է կոմպրոմատների հավաքագրումը։ Սա մեկ։ Ուրեմն քիչ է կոմպրոմատը հավաքագրումը պետությունը։ Պետությունը իր ղեկավարի անունից դրա մասին 3-4 ամիս առաջ անոնս է անում։ Անոնսից հետո այդ կոմպրոմատը, որը որ կա, տենում են չի աշխատում, դնում հրապարակում են մարդուն փորձում են իրանց մոմենտով բան անեն։ Էական չի այդ կոմպրոմատը իրականա թե չէ։ Նորից ես էլ ասեմ, ես չեմ հավատում որ դա իրական է, ամենայն անկեղծությամբ ասեմ, որտեվ AI դարում ամեն ինչ կարելի է ստանալ ինչ ուզես, երբ ուզես, որտեղ ուզես։ Բայց այդ կոմպրոմատը ինքնին ֆաբրիկովնի է, թե ֆաբրիկովնի չի, էական չի, կա, չէ։ Արա նորմալ է ձեր համար, արա Ամերիկայի դեսպանատուն, ԵՄ-ի բան, արա դուք լուրջ այս տիպի այլասերել եք ձեր արժեքներին, արա։ Այսինքն այս տիպի թույլատրելի է սրանց անել են ինչ որ անում են, արա։ Причем երկու տարբերակով էլ։ Հետեմ ասում։ Նայեք, մարդուն սենց վարկաբեկում են սարքելով այսպես տեսանյութեր, կամ մարդուն այսքան ժամանակ իր սեփական տանը տեսա ձայնագրում են եւ պետական մակարդակով սրա մասին խոսում, որից հետո պետությանը, իշխանությանը սպասարկող ուրեմն լրատվականները սա տարածում են։ Իսկ մեկը իրականում ձեր բանը մեկը, երկուսն էլ շատ վատ է ու պետք է լինի շատ հստակ արձագանք։ Իտոգը նույնն է երկուսը։ Իրականում մեկը, ես դրա համար եմ ասում։ Այսինքն դուք ո՞նց եք սրան էլի վերաբերվում։ Ու սա արվում է եկեղեցական բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ, արա։ Արա սա ո՞նց կարա նորմալ լինի։ Ո՞նց կարա այս գործելավոճը նորմալ լինի։ Իսկ իրականում Նիկոլեն կանցել են բոլոր հնարավոր գծերը բարոյական։ Բոլոր ապե չկա այլևս բան։ Այսինքն այսօրվա դրությամբ մենք հասկացանք, որ պետությունը հատուկ ծառայությունները արդեն պետական անվտանգությունը թողած ըստ էության զբաղված են ախպեր ջան մարդկանց սեռական կյանքերը հետազոտ բան անելով, հետաքննելով։ Ինչի ու իդեպ ասեմ քեզ ինչեր իրանք իրանց վրա, որտեղ սա 100%-անոց քրեական գործ է այդ հատուկ ծառայության այն ստորաբաժանման վրա, որը որ սա արել է։ Ինչի, որտեղ ընկեր դու բաղնիքում խես դնում ես։ Այսինքն ինչ պետք է լինի, լավ ուզում ես ինձ լսես։ Հա ինչա անում են վստահաբար, չէ։ Դու ուզում ես ինձ լսես։ Ինչն ես ուզում լսես։ Նախ պետք է դրա համար ունենաս ծանր հանցագործության մեջ մեղադրելու կասկածանք, բրատ։
Սա մեկ, որը որ դու չունես, դա տարի թուղթը ստանաս դրանով։ Լավ, ենթադրենք ունես ստացել ես այդ թուղթը։ Թե լավ, ենթադրենք ասել ես կայսի գնում է բաղնիքում լողանալուց խոսում է, դրա համար եմ ուզում լսեմ, դրա համար մի հատ վիդեո եմ դրել, լավ, հասկանալ, վիդեոն էլ է հարցել եղի։ Okay, դրել ես, ներքին դիտում ես իրականացնում, ախպեր ջան, վիդեոյով։ Դու տենում ես, որ այդտեղ քո գործի հետաքրքրող բաներ չկա, ինչ ես պահում այդ նյութերը։ Մարդուն լողանալուց կարող ինչ-որ մեկը լողանալ։ Կամ մի վարքյան, թեկուզ եթե այդ նյութերը քո մոտ կան, ոնց են այդ նյութերը հայտնվում ինչ-որ անհասկանի Telegram-յան ալիքով։ Դա ամենամեծ բանն է հարցը։ Հետո civic-ներում։ Սա ամենամեծ հարցն է։ Մեդիա նյուզերում։